Ախպերիստենցի չհասկացա, մի բան ա եղել, թե բան չի եղել։ Արա եսը չհասկացա, բայց որ Ռուդիկը երեք պապի մոտ ա եղել, հաստատ ա։ Եղել ա, 100 տարվա ընկերներ են, իրավունք չունի։ Արա Ալբերտո, Ռուդիկը այն ժամանակ որ գալիս էր, պապին գնում էր այրոպորտ, դիմավորում էր, ռեստորան էինք գնում, ուտում, խմում էինք, հիմացին շատ սուսուփուս ա եկել, ստեղ մի բան են չի։ Ախպերիս թվում ա, հավայի ես խորացել։ Այդքանը չի։ Երեք վաֆլուն եմ զանգում մի հատ հարցով, ասում ա այրոպորտ եմ գնում, մարդ դիմավորեմ։ Մարդ արա ջոգում ես։ Հա ինչ անենք, Ռուդիկը մարդ չի։ Լսի, այդքան մանկության ընկերներից ոնց կարա իրենց դու ինձ բաժին հասնեիր արա։ Արի գնանք տնենք պապին ինչ ասում։ Քեզ է թվում ա պապին բան ասելու մեզ։ Գնացինք արավայ։ Ալլա ջը։ Ասա պապի։ Այսքանից հետո էլ ինչ ասեմ։ Ինչի ես եկել։ Եկելի իմանայ ոնց ես, ինչ ես, լավ հանգստացար, լավ քնեցիր, լավ զարթնեցիր, լավ։ Պապի ջան, իմ կյանքում ամեն ինչ շատ լավ ա։ Բայց որ գնաս, ավելի լավ կլինի։ Որ գնամ ալջան, նոր եմ եկել, խոսում ենք։ Լսիլը, ասում ես, ցուրտ էր հա Ռուսաստանները։ Պապի էլ մի սկսի։ Լավ, որ չես ուզում չեմ սկսի։ Դե գնա։ Լավ ասկացան կգնամ, ուտելու բան էի բերեքումար։ Ես ինչա։ Նորմալ բաները, խորովածը, քյաբաբա բանը, կեր հալի արի, թե չմերար էտ խոպանի չի բուրեկիները ուտելով։ Ոյ պապի, դու անուղելի ես ուղակի։ Ալլա ջան էլ մի սեթևեթի, վերցրակ էր ասում եմ, աղջիկը պտի կոշտ ելնի, մանավանդ քու նման միայնակ աղջիկը, հիչ չսկսես, քեզ զորելով, մի բանդի բերանըտ, եթե չուտես, կարաս էլ ինձ բարև չտաս, կատակ եմ անում, կարաս տաս, հարևանները ինչ կմտածին ամին, Ես է պապին։ Բայց ինչ կա առավոտ բարլուսով։ Բան չէ պապի ջան, մենք է քո մոտ էինք գալիս, գործ կար հետդ։ Եկեք բարձրանանք վիրև։ Ապի, բայց ինչ կա հալա ինձ հարկում։ Մենը մեր քեզ դագլատ է ախմխ լագոտ։ Չէ, ուղակի որ հալան ստե չի, էդ բաղով ասի։ Արդեն ստեղա։ Բարձանանք։ Սյոյ, ապրի մաղջիկ, այդ էց առանց հուզվելու կասես, հա պարտեզում։ Հոկյունքը։ Ինչպիսի հաճելի հանդիպում, բարի ողջույն թանկագին Լիլիթ։ Բարև Վերժինե ջան։ Որքան է մեծացել թանկագին Ալբինան։ Դուք ոնց եք, երեխեն ոնց ա։ Թորոս ձյաձայի առողջականից նորություն կա։ Երեխան լավ է, իսկ այդ Թորոս ձյաձան։ Վերժինե ջան, ինչի ես լացում։ Թորոսը վատ է, շատ վատ է, ոչ խոսում է, ոչ շարժվում։ Լավ, հանգստացի, ես վստահ եմ ամեն ինչ լավ ա լինելու։ Իսկապես։ Դե լավ, ես գնամ սիրելիս, գործեր ունեմ, նոր գրքիս վրա եմ աշխատում, կոչվում է Աշաշ ամուսինը։ Ինչու ես ծիծաղում։ Չեմ ծիծաղում Վերժինե ջան, ուրախանում եմ։ Իսկապես։ Դե լավ, փախա, հաջողություն Ալբինա։
Լսեցի՞ր Ալվինա։ Ասում է անշարժ ամուսինը։ Յասիկ տենամելը, ով է բան ասի։ Ո՞վ է բան ասել։ Լավ էլի, պապի, նեղացնում ես։ Մեզ ով կարա բան ասի։ Չնայած ետել ես դուզ ասում, բխիկ եկե։ Եկել ենք, իմանանք ոնց ես, առողջությունը դա ոնց է պապի ջան։ Պապի, լսել եմ Ռուդիկն է Երևանում։ Լավ էլ լսողություն ունես։ Ասենք թե, սեթո, կրկնում եմ, ասենք թե Երևանում է Ռուդիկը, դրանից քեզ ինչ։ Պապի ջան, դու գիտես, որ ես ուղիղ մարդ եմ։ Ուղիղ էլ կհարցնեմ։ Մենք պրոբլեմներ ունենք։ Ինչից վեգալար։ Դե ես իմացել եմ, որ երեք Վաֆլին ու Ռուդիկը քո մոտ են եկել։ Ճիշտ է ասում պապի։ Ռուդոնի մոտ է եղերեք։ Ու հա պրոբլեմ կա։ Վայ, ասա իմանանք, պապի։ Ինչ թեմա է պապի։ Հին, շատ հին թեմա է։ Հորս կերեսման չեմ ճոգում ինչ ես խոսում Ռուդո։ Խարը բաներ ես ասում, բրատ։ Աբո, հիշի, 60-ականների սկիզբը Երևան, իսկ ավելի կոնկրետ Էրեբունի։ Հա ինչ։ Դու այդ ժամանակ ընդեղ օբյեկտ ունեիր։ Օբյեկտ տնաշին։ Ուչուր հետերո կերելի ֆիլոյի հետ դրել էինք մի 2 ռուբլի փող էր գալի ջեբներս։ Հա ինչ։ Ու այդ ժամանակ դու ծանոթանում ես մի շատ հետաքրքիր մարդու հետ։ Ինչ հետաքրքիր մարդ։ Շենքի Բենո, այդ անունը քեզ ոչ մի բան չի հուշում։ Ինչ ասի Ռուդո։ Շենքի Բենո։ Ուժեղ տղա էր։ Տարօրինակ է։ Ինչը։ Դե որ ասում ես ուժեղ դեմքեր, բայց ես իր մասին առաջին անգամ եմ լսում։ Արայն մի 50 տարի առաջ անհետացավ երկրից, կորավ։ Ու սկսին մանր իր մասին մոռանալ։ Դրա համար չգիտես, ուջուր ես եղել։ Պապի, բան չեն իրան շենքի բենո ասում։ Ալբերտիկ հետ թվերին Էրեբունիում սաղ սեփական տներ էր։ Շենք չկար։ Առաջի շենքը որ սարքին, Բենոյենց դե տուն տվին։ Դուզ անունը մնաց շենքի Բենո։ Շատ լավ են խորացե։ Բայց մի վարքան։ Պապի ջան, ինչ կապ ունի այդ շենքի Բենոն քո ֆիլոյի վետերոկի հետ։ Դե ժամանակ պեղումներ էին անում իշուր, հնեաբաններ էին, գիտնականներ էին, ես շատ իմանամ։ Սա որ այդ թանգարանի տարածքում է։ Շենքի Բենոն է թաղի աշխուժ տղա էր, գնում համոզում սրանց բերում էր օբյեկտ, որ առևտուր անեն, կլենտեր պաստալ էլի ջոգիր։ Բասեր տալիս, հա։ Աբո, այդ Բենոն վերջում անեց բանապաս տվել, որ դժվար կարողանանք բոլորով դրա տակից դուրս գալ։ Ինչ ես ասում, չեմ հասկանում Ռուդիկ։ Մի քանի օր առաջ մեր հին ջահելներից մեկն էր եկել մոտս։ Դու իրան կճանաչես, Սամարայի վաղոն։ Հա, վաղոյն իշում եմ, կյանքի տղա էր։ Լավ էլ է, աբո, լոխ էր, ինչ կյանքի տղա։ Նկատի ունեմ, դրա մորը չես իշում իշ կյանք էր։ Ժամանակ ես գտել։ Լավ ասա հետո։ Բենոյի մասին ինչ-որ բան էր ուզում իմանար։ Ինչ կոնկրետ։ Կոնկրետ ուզում էր իմանար, թե ինչ ես դուրս բերել երկրից Բենոյի հրամանով։ Չհասկացա, ինչ է նշանակում Բենոյի հրամանով։ Ընդհանրապես, ով կարա քեզ բան հրամայի։ Հորս էլ արև։ Բայց է նույն բանը Ռուդոյին ասի էլի։ Շենքի Բենոն բան չունեմ ասել ուժեղ տղա էր, բայց ոչ այնքան, որ ինձ կարենար կամանդ տար։ Պապի,
Ոչ մի բան չեմ հասկանում։ Ալբերտի Կիարև։ Սեթո, ես պետք է գործով գնայի Չեխոսլովակիա։ Բենուն եկավ ասեց, մեկ փոքր բան կա, կարաս հետդ տանես։ Ասի հարց չկա։ Այդ ժամանակ ես ինչ իմանայի, որ շատ վտանգավոր բան եմ տանում հետս։ Վտանգավոր ինչ։ Այ հենց էդ էլ ուզում ենք պարզենք, Ալբերտիկ, բայց Ռուդիկը ասում է, որ իմ կյանքին վտանգ է սպառնում։ Ոնց թե կարող է գան հետևից, է։ Թողը փորձեն։ Հանգստացի Սետրակ, ես հարցը ուրիշ ձև է պետք լուծել արա։ Փագի էդ եղունք կդրիչդ։ Կարա սենց բան լինի։ Դժվար է լինելու։ Այս մարդկանցից մեկն էլ ողջ լինի, դուրս կգամ հետքի վրա։ Լավ մանե հերիքա նույն բաներն անդադ ասես։ Տարօրինակ ոչ մի բան չկա, ուղղակի խառն եմ, դրսից հյուրեր ունեմ։ Ինչ կապ ունի ովքեր են, դու գիտես, որ ես չեմ սիրում, որ գործից ես հարցնում։ Լավ, կգամ տուն կխոսենք։ Ու այդ ախմախ մտքերն էլ հանի ուղեղիցդ։ Շատ սպասեցիր։ Հետ հեչ մի բան եղավ։ Թորոսը ահավոր վախեցած է, Վավլի։ Սարսափած է։ Ինչ եղավ այդ տղան Ռուդ։ Այդ հետո կպարծեմ։ Բայց նոր մի շատ կարևոր բան իմացա։ Ինչ։ Կնքահայր, աչքերիս չեմ հավատում։ Ինչ ես հավատում։ Չգիտեի, որ եկել եք խորին հարգանքներս։ Հարգարժան Վաֆլի, լավ եք։ Մանային կբարևեք։ Անպայման։ Գուցե ներս գաք, կնքահայր։ Ներսն էի։ Թորոսին տեսաք։ Վերջինե ջան, շատ մի տխրի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Էդ քեզ քավոր նախոստան։ Մեկ էլ մի բան։ Այն կինը, որ Թորոսին խնամում է։ Բուժքույրը։ Հա, Հրիփսիմեն։ հա դե ես անունը չհարցնեցի։ Ես ուզում եմ, որ դու այդ կնոջը ուշադիր լինես։ Եթե հանգարց տարօրինակ բան նկատեցիր, անպայման ինձ տեղյակ պահես։ Այդ կինը ինձ վստահություն չներշնչեց։ Բայց Հրիփսիմեն շատ լավ է խնամում Թորոսին։ Ինձ էլ է օգնում, երեխային է նայում, երբ ես տանը չեմ լինում։ Ես աշխատում եմ նոր գրքիս վրա, իդեպ գրքի անունը կոչվում է Հաջողություն։ Ինչ եղավ։ Ասում է հարգարժան Վավլի։ Ուր են գնում։ Արա, այդ սանիկների հարցով էլ բախտս չբերեց։ Ուր են գնում։ Ինձ տարտուն ու արագի մեջ գնային հարկեին վակեին տեսը։ Տղերք հետ սաղ պայմանավորվել եմ։ Դու են ասա տենամ ինչ կարևոր բան իմացար։ Ինչ կարևոր բան։
Ասացիր տանից որ դուրս եկա, շատ կարևոր բան իմացա։ Դրա մասին հետո դեռ ճշտելու բաներ կան։ Պապ, Բարև գեղեցկուհիս։ այս ինքնուրին ես տեսազանգարել։ Լավ էլի լիկա։ Սովորում եմ էլի։ Վատա։ Չէ, շատ լավ է։ Դու ո՞նց ես։ Դասերդ լավ են։ Հա, պապ, շատ լավ է, հանգիստ եղի։ Ո դժվարություններ չկան։ Չէ, որ լեզուն գիտես, ամեն ինչ հեշտ է։ Քննություններին պատրաստ ես, թե մարդ գտնեմ այդ կողմերը։ Պապ, ստոպ։ Այս լրիվ ուրիշ երկիր է։ Դե լավ, հա, ուրիշ երկիր մերկիր չկա։ Ամեն տեղ էլ նույն բանն է։ Թե կարծում ես Սալամանկայում չեմ կարող մարդ գտնել։ Պապ, ես կհանձնեմ, հանգիստ եղի։ Լիկա ջան, լավ, հետո կխոսենք, հա, մարդեկավարտես։ Լավ, պապ ջան։ Թույլ կտակ։ Նստիր Թումանյան։ Հա, ինչ-որ բան հասցրեցի ուսումնասիրել։ Հա, մի հատ լավ նորություն կա։ Ինչ։ Լոնդոնյան աճուրդում ուրարտական նմուշ է հայտնվել։ Ուրարտական։ Ճիշտ այդպես։ Մագաղատ։ Չգիտեմ, չեմ կարծում, բայց ՀԱԿ ակումբի անդամների համար է այդ աճուրդը, էլի։ Այդ սև շուկայի համար։ Ինչ ակումբ։ ՀԱԿ ակումբ։ Դե աշխարհում շատ հարուստ մարդիկ լիքը փող են վճարում, որ կարողանան այդ սև շուկայի աճուրդներին մասնակցեն, էլի։ Իսկ աբոյի կապը գտար այդ ամեն ինչի հետ։ Դեռ չէ, բայց մի քանի օրից հաստատ ինֆորմացիա կլինի։ Ասում ես ուրարտական, հա։ Անմիջապես կապվիր Էրեբունի թանգարանի տնօրինության հետ։ Ու ասա թող բոլոր էքսպոնատները թանգարանի գույքագրեն։ Տեսնեմ որ պակաս բան չկա։ Բայց այդ շատ դժվար կլինի։ Կապ չունի, կատարել։ Ազատես։ Լսում եմ։ Մագաղած, ուրարտական, հա։ Ախպեր պաստորեն դու ճիշտ էիր ասում։ Մենք պրոբլեմ ունենք։ Այս ամեն ինչը շատ տարօրինակ է, Ալբերտո, շատ։ Մի հատ էլ մոմենտ կա, որ ուզում եմ կուրսի լնես։ Ինչ ա եղել։ Մանեն ուզում է վաֆլուն բրախի։ Ոնց բրախի։ Դե բաժնվի էլի ախպեր։ Վայ, այդ մանեն ա քեզ ասել։ Ինչ ասե, Լիլիթին ասե։ Վայ, վաֆլի, այդ ինչ ես արել այդ խեղճ աղջկան, որ ուզում է բաժանվի։ Այ բեսովեստնի։ Ինչ։ Հեչ, վաֆլունա պետք տենալու շտապ։ Հա ախպեր, շատ շտապ։ Բարև ձեզ։ Հազար բարի։ Շատ բարև ձեզ։ Ինչով կարող եմ օգտակար լինել։ Կներեք դուք այս շենքում եք ապրում։ Այստեղ ապրելը ո՞րն է։ Մենք ենք ստեղ։ Հա, մենք ենք։ Ինչ ախպեր, մենք չենք։ Ալբերտո, դու գործեր չունեիր։ Չէ ախպեր։ Արա նոր չասեցիր, որ լիքը գործեր ունեմ։ Հա, ջոգի իմ ախպեր։ Լիքը գործեր ունեմ, ես գնացի։ Կապով։ Լսում եմ ձեզ։ Կներեք ինձ այս հասցենա պետք, որ խնդրեմ կօգնեք գտնեմ։ Բայց ես մեր շենքն է։ Իսկապես։ Հա, կողքի շքամուտքը։ Շնորհակալ եմ շատ։ Ես ձեզ կարող եմ ուղեկցել։ Չէ, կարիք չկա, չեմ ուզում ձեզ նեղություն տալ։ Վայ, ոչ մի նեղություն։ Ճիշտն ասած, այս տանը մարդ չի ապրում։
Վաղուց դրանք գնացել են ստեղից։ Հա, գիտեմ, վարձով են տվել, ես էլ վերցրի։ Դե երկրորդ հարկն է աջ կողմի դուռը։ Շնորհակալ եմ շատ։ Վայ, ինչի համար։ Ինչ խնդիր լինի, ազատորեն կարող եք ինձ դիմել։ Ինձ Սեթո են անվանում։ Լուսի։ Հանգիստ Սեթո, հանգիստ։ Հիշում ես, չէ՞։ Հանկարծ չսիրահարվել։ Դու քեզ խոսք ես տվել։ Լուսի, Լուսի, վախ Լուսի, Լուսի, հանգստացի այդ տղա։ Նայ, իմ ու քո թվերի մեջ մի քանի միլիոնի տարբերություն կա։ Բայց շատ ուշադիր եմ ստուգել։ Նորից ստուգի, եթե ինչ-որ անճշտություններ լինեն, կապվի հաշվապայի հետ։ Շատ լավ։ Որև թակավոր։ Վախեցա, արա։ Որև իմ սիրելի վարդան Վիոլետը միջան, ոնց ես իմ քաղցրան վաֆլի։ Լավ, դու գնա, մենք հետո կշարունակենք։ Էդ ինչ էիք անում, որ հետո պետք է շարունակեիք, հələ ճիշտն ասա։ Հանգստացի, արա։ Այսքան դա։ Հերիք չի դուք ինձ խայտարական եք։ Վեր ընկեք։ Վեր ընկանք ցավը տանեմ։ Դե հիմա ուշադիր լսեք ինչ պետք է անեք։ Յա, Ալջան, այսօր դուց։ Խանութից, պապի։ Բա ծանր չի դու օգնեմ։ Չէ, էլի պապի, տեղից մեջքը ծրվեց երեք, այդքան ծանր ճամպրուկները հանեցիր վերև։ Լավ է, մերսի, ես կտանեմ։ Ու մեջքը ծրվեց, աբույ մեջքը ծրվի, էդ ինչ ես խոսում, ալա։ Լավ էլի, պապի։ Ինչ լավ էլի, ես ծանրությունից վախցող տղա չեմ, չես հավատու։ Ճանապարհ ես անցնեմ, հա։ Չէ, ասալը դու չես հավատու։ Չէ, չեմ հավատում։ Դե բայ ես ալա։ Հետո։ Դրանք է վեգացերտ։ Հա ինչ, պապի։ Մեջքս հա ասում ես։ Պապի։ Շոն։ Ալո։ Ես ապո ինձ պատեզդի մոտ։ Բարանն ենց ոնց որ պայմանավորվել էի։ Հասկացա։